մի օր գիշեր Վազգենի զանգեց, բա հրազդանում են ժամանակ սոտը երախոս չկա, ես սենավո երախոս ունի քաղաքապետ ժամանակ եմ, հզանգդեսից գալիս էր, իսկ տեղում 15 կիլոմետր էր բրնում, մետր էր բրնում, բա ուր ես ասել ազդանեմ, բա միատ արի նախարարություն, ասի կլնի վաղագամ շի, բարացասում եմ, բարա դու էլ կներեք հաբրկիր, ասի 45 րոպեից տեղ եմ, զանգի վարորդից, ես առաջ անգամ եմ ասում, ես թաքնելու բան չունեմ, ոչ էլ ոչ մեկից վախենալու, գնացի, ես բան տեղում նստած չէ, ես խորթակցալ սեղանում իշտեղ նստացեց ձեռներն, գլուխն օրերի ձեռների մեջ, ես ինչ է լսում, բաղբեր 100 տղա չմնացեք ուղաս, սաղին տարել են, մեկին կաշարքում, մեկին չգնեմ պաշտոնում, մեկին ես հելենք է կենթանի էր, հետո նստանք հետ իչ մանրամասնեմ, աղագին խոսացինք, դե ինքը, որ մանգամ սխալվավ, օրինակ սկզբից մեր տղերքից մարդ կար, ասավ, որ բերեք Դեմերչյանին միանանք եթանք, երկրապահում էր կազմում Վազգեն ակել էր, դե Քոչարյանի պահը գալիս էր Ղարաբաղցի, չգիտեմ, ես չեմ ուզում ալրանամ, որ Ղարաբաղի Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հայացներն էր, ինքն խելոք մարդ է, երևի Ղարաբաղի ձեռով այդ հարցն ավելի շուտ կլուծվեր, հետետ ահագին խոսացին մանրամասները չեմ կար ասել, ասավ տղերքին ավակ պայի, ես ասի սխալվեր ես, շեվ, ստած պիտի դուշ կավիստան քաղաքականությունից հետո պրոբլեմ կլնի, ու եղավ այդ պրոբլեմը, ես սամոնցան պիրան ասել եմ, նկատի ունեք Ղարաբաղի իսկ դեպքը որ էլա հոկտեմբերի 27, այդ ժամանակ էլ տարբեր տեղերից ես էլ եմ մի անգամ ասել, մի անգամ չէ, մի քանի անգամ, բոլորը էլ ասել են, չեմ ուզում անվանական ասեմ, ով են խոսացածի, ինքը չէ զոր մարդ էր բանի, ասում է շպիոնամայայով եք տարապում, խպեն թող խպեն, չէր պատկերացնում էր իսկան նենգություն դավ կա, որոշ անձանց մոտ, որ այդ 20 տարի ղեկավարին Հայաստանի Հանրապետությունը, և էտենց էլ եղավ, ոչ ախրանա, իրենց դաժել էր ամենակ, բեկենայում,